Ներկայիս եկեղեցին կազմակերպական տեսակետից, ներկայի պահանջներին մոտեցնելու տեսակետից կազմակերպել է Գարեգին երկրորդը, ոչ թե Գարեգին առաջինը, նույնիսկ ոչ անգամ իմ պաշտամունքային կերպարը Վազգեն Լեհափառը։ Ամենօրյա հարձակումները, սրբազանների բանտարկությունները, դրանք նաև մի տեսակ զգոնությունը ներսում կոտրելու փորձեր չեն։ Մեկ անգամ չի եղել, որ ունեցել ենք հակաթոռ կաթողիկոսություններ, մեկ անգամ չի եղել, որ եղել են պառակտողներ, փորձեր անողներ եկեղեցին պառակտելու։ Եկեղեցին այս ամենի վրայով անցել է, բայց եկել է մի նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ շատ բանը որոշվում է արագությամբ։ Բարձրաստիճան հոգևորականների մասին, ովքեր այսօր ստորագրվեցին այդ բարեփոխման գաղափարին։ Ու դրանցից շատերը, մարդկանցից շատերը եղել էին այն հոգևորականները, ում պատճառով շատ հաճախ հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է։ Ես չեմ ցանկանում, ասենք, այդ ակտի բարոյական նկարագիրը փորձել պարզել եւ գնահատականներ տալ։ Դա ժամանակը իր տեղը կդնի հայ ժողովրդի միակ փրկության եւ ապագա սերունդների առհավատչյան միասնականություն պահպանելու մեջ։ Բարև ձեզ, եթերում մտածենք ոդքասթն է, այսօր մտածելու ենք կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, փորձ է արվում հայի ձեռամբ մեր հավատի, մեր ինքնության վրա ձեռք բարձրացվել։ Ինչ է սա իրավամբ, ինչու այսպես կարողացան հայերը, հայ կառավարիչները, հայ իշխանավորները հարձակվել սեփական եկեղեցու վրա։ Գիտեք, ամեն դեպքում ես չէի ցանկանա խտացնել գույները, ինչու, որովհետև հայ ժողովրդի 90%-ից ավելին դա հայ քրիստոնյաներն են։ Ես չեմ ասի, որ դա Էջմիածնի հետևորդներն են, հայոց առաքելական եկեղեցու հետևորդները կազմում են 80%-ից ավել, բայց նաև անգամ բողոքական ուղղությունների ներկայացուցիչները դրանք հայեր են եւ իրենք իրենց հայ քրիստոնյա են համարում։ Սա մեր յուրօրինակ բացառիկ խարիսխն է աշխարհի բոլոր փոթորիկների առաջ, որովհետև մեծամասնությունը ճնշող դա հայոց առաքելական եկեղեցու եւ այլ քրիստոնեական ուղղությունների միացյալ դավանորդներն են։ Հիմա կամայական ճնշում որպես թիրախ Հայաստանը իջեցնելու, Հայաստանը պառակտելու համար հիշեցնեմ, որ ամենահին արձանագրություններից մեկում դեռևս Դարեհ առաջինի կողմից թողած հայերի մասին կա մի այսպիսի ձևակերպում. հայերին հաղթել հնարավոր չէ, նրանց հնարավոր է միայն պառակտել։ Դեռևս Դարեհ առաջինի ժամանակներում հայերը պարտվել կարող էին միայն պառակտվելով։ Հիմա այսօր փորձ է կատարվում անհասկանալիորեն պառակտել։ Ինչու՞, որովհետև դա մի բան է, երբ որ արտերկրից կան ուժեր, որոնք շահագրգռված են հայոց պառակտմամբ։ Սակայն ուրիշ խնդիր է, երբ որ դա իրականացվում է, ասենք, ներկայիս իշխանությունների կողմից։ Ես այնուամենայնիվ համարում եմ, որ դա անթույլատրելի ընթացք է, ոչ միայն անթույլատրելի ընթացք է ելնելով նրանից, որ դա կբերի իր հետ ծանրագույն փոփոխությունների, այլ նաև կհանգեցնի այնպիսի ճաքերի, որոնք մենք չենք կարողանա վերջին հաշվով լրացնել։ Ինչու չենք կարողանա, որովհետև եկեղեցին միշտ սովոր է աստիճանաբար ամոքել իր բոլոր վերքերը։ Մեկ անգամ չի եղել, որ ունեցել ենք հակաթոռ կաթողիկոսություններ, մեկ անգամ չի եղել, որ եղել են պառակտողներ, փորձեր անողներ եկեղեցին պառակտելու։ Եկեղեցին այս ամենի վրայով անցել է, բայց եկել է մի նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ շատ բանը որոշվում է արագությամբ։ Եվ այդ արագությունը եկեղեցուն յուրահատուկ չի։ Նա չունի այդպիսի կտրուկ գործողությունների իրականացման փորձ։ Նա աստիճանաբար ամեն անգամ հաղթահարել է այն ամենը, ինչ իր առջև դրված է եղել, պահելով ամենակարևորը հայ ինքնությունը։ Հայ ինքնությունը եկել հասել է մեզ մի զգալի չափով եկեղեցվո գործքի հետևանքով։ Կային փակ եւ գաղտնի հայոց կազմակերպություններ, որոնք
հիմնականում տնտեսական գործերով էին զբաղված, աշխարհով մեկ, Ամերիկայից սկսած Չինաստանով վերջացրած։ Ամեն տեղ մենք ունեինք եւ ամբողջ Մետաքսի ճանապարհը սփռված էր մեր եկեղեցիներով, որովհետեւ նրանք եւ գանձատուն էին եւ յուրօրինակ բանկ էին իրենցից ներկայացնում եւ թաքստոց էր եւ բոլոր այդ կազմակերպությունները 1300-ի կարգի ուղարկում էին ամեն մեկը ձևավորվելուց առաջ իր կանոնադրությունը, որպեսզի պահպանվի էջմիածնում եւ իրենք ստանան օրհնությունը հայոց կաթողիկոսի։ Այսինքն եկեղեցին դրա մեջ խաղացել է արմատական, էական վճռորոշ դեր։ Հիմա ինչ ա եղել, որ մենք հանկարծ որոշել ենք, որ ամենամեծ համարումը Հայաստանում ունեցող կառույցը եկեղեցին, դա եկեղեցին է, վիճելի ոչինչ չկա այդտեղ։ Այսինքն Կովկասյան բարոմետրը, որը համարվում է առավել անկողմնակալ հետազոտություններ անողը, տվել է 79% վստահում է հասարակության հայոց առաքելական եկեղեցուն։ 79%։ Հիմա եթե փորձենք պատկերացնել, թե 79%-ը, բայց երկրորդը որտեղ է։ Երկրորդը ինչ տոկոս ունի։ Այսինքն ներկայիս մեր իշխանությունների տոկոսը անհամեմատ ավելի քիչ է։ Հիմա ինչ է պատահել, որ եկեղեցու գլխին համարում ենք, որ պետքա այսօր եւ ետ հեռացնենք, այսօր եւ ետ նա պետքա գնա հանգստի, այսօր եւ ետ մենք պետքա սկսենք այն փոփոխությունները, որոնք մենք պատկերացնում ենք, ինչու։ Եթե 79% համարում ունի, այդ նշանակում է ճիշտ է աշխատել։ Այդ նշանակում է լավ է աշխատել։ Ես անձամբ կարող եմ ասել, որ այո, ներկայիս եկեղեցին կազմակերպական տեսակետից, ներկայի պահանջներին մոտեցնելու տեսակետից կազմակերպել է Գարեգին երկրորդը, ոչ թե Գարեգին առաջինը, նույնիսկ ոչ անգամ իմ պաշտամունքային կերպարը Վազգեն Վեհապարը։ Կազմակերպել է Գարեգին երկրորդը հիմա, այսպես է։ Ինչն է պատճառում ենք, որ որոշում ենք, որ ամեն ինչ մի կողմ, բայց գլուխը պետք է պոկվի։ Մենք ինչա չենք հասկանում, որ դա բրգաձև կառույց է, որի գագաթը չի կարելի աղճատել։ Եթե աղճատեցիք, բոլոր ուժագծերը գալիս եւ կանգնում են այդ գագաթում։ Կսկսվի փլուզում, որը կանգնեցնել հնարավոր չի լինի։ Կաղճատվի նաեւ մեր եկեղեցու միասնական մարմինը։ Մենք աշխարհի արչեւ ինչպիսին ենք, որ դեպքում ենք կներեք, ավելի ազդեցիկ։ Երբ որ մենք ներկայացնում ենք համայն հայությունը, թե հայոց պետությունը։ Իհարկե համայն հայությունը, որի մեջ մտնում է նաև հայոց պետությունը։ Այստեղ այդ սիներգիական ուժը, եթե մենք կարողանանք օգտագործել եկեղեցի համայն հայություն եւ հայոց արդարացի զարգացող պետականություն, ապա մենք աշխարհի համար իհարկե բարձր կարգի միավոր ենք։ Բարձր կարգի, որի շրջանցել հնարավոր չի։ Իսկ եթե մենք աղճատեցինք այդ ամենը, եթե մենք փլուզեցինք եկեղեցին ներսում, հիմա այսօր ասում ենք, որ դե ինչ կա, հիմա մեկ էլ թող գնա, մեկ էլ թող էս լինի, մեկ էլ թող եկեղեցին ռեֆորմ անելու համար 1001 խորքային վտանգները պետք է հաշվի առնել, խորքային։ Տեսեք, այսպես ասենք, եկեղեցու գործերի ընդհանրապես քրիստոնեից եկեղեցու գործերի խոշորագույն մասնագետներից մեկը մի այսպիսի բան էր ասում, իհարկե խորհրդային ժամանակներում էր, դա ասում էր, երկու բան չի կարելի ենթարկել ռեֆորմի հնդածս։ Մեկ գիտությունների ակադեմիան չի կարելի ռեֆորմի ենթարկել մեկ եկեղեցի, որովհետև դու երբեք, երբ որ փորձեցիք ռեֆորմի ենթարկել նրանցից որևէ մեկը, չես կարողանալու խորանալ այն խորքերը, որոնք դու վնասելու ես այդ ռեֆորմները իրականացնելու ժամանակ։ Իսկ այնտեղ թագուցված է այն ամենը, ինչը պատմականորեն խթան է հանդիսացել քո ժողովրդի ազգի եւ պետության վերելքի համար։ Հիմա ինչ ա եղել, որ հանգարց ցած որոշել ենք, որ մենք կարող ենք իմ 1000 ու մի հորդորներն ու խնդրանքը, որ բերեք կլոր սեղան, դնենք եւ փաստարկները դնենք սեղանին։ Ինչից ելնելով է, որ
եկեղեցու ղեկավարությունը պետք է հեռանա, այսինքն կաթողիկոսը պետք է հեռանա, կալանավայրերում են գտնվում, այսինքն ձերբակալված են մի շարք ականավոր հոգևորականներ, ինչից ելնելով է դա, այսինքն մենք կարիքը ունենք եկեղեցին շիջեցնելու, մարեցնելու եկեղեցին, ենթարկելու, սանձելու, հա, այդ ինչ անշանակում։ Ենթարկելու, ստանձնելու, պարակտելու, իմիջ այլոց մենք 2 ամիս առաջ պատկերացում չէինք ունենա, որ այդ օրվա իշխանությունների, հա, բարեփոխման օրակարգին, բացի այդ ցածր, հա, կարգ ունեցող հոգևորականներից, ավելի բարձրաստիճան հոգևորականներ կմիանան, ու մենք տեսանք արդեն 10 եւ ավելին հոգևորականների խումբ, սա վտանգավոր չէ՞։ Չէ, ես դա չեմ համարում վտանգավոր, որևէ պարակտման հիմք ես դա չեմ համարում։ Ես գտնում եմ, որ դա եթե անգամ ներկայիս իշխանությունների սատարմամբ, ներկայիս իշխանությունների նեցուկ լինելով այդ գործին, վերջին հաշվով կարող է եւ ինչ որտեղ ժամանակավոր մի բան դառնալ, նա միևնույն է, ժամանակի ընթացքում անհետ կվերանա, որովհետև հայ ժողովրդի միակ փրկության եւ ապագա սերունդների առհավատյան միասնականություն պահպանելու մեջ կտոր լինելու դեպքում ապագայի բոլոր հույսերը պետք է այսօրվանից մի կողմ դնել եւ խոստովանել մեր մեղքը ինչպես անցյալի սերունդների առաջ, այնպես էլ ապագայի։ Պարոն Խաչատրյան, ես ուզում եմ իբրև կրոնագետ մի շատ ծանր վերլուծություն էլի ձեզ խնդրեմ անեք։ Չգիտեմ, այս ասելով պետք է խաչակնքվել, թե չէ։ Օրվա իշխանության ղեկավարը մի խոսույթ առաջ բերեց իր բարենորոգման ճանապարհային քարտեզը ներկայացնելով, հա, այդ հետևորդներին, ասում է Հիսուսը մենակ է, մեկուսացված է մեր եկեղեցում, դուրս էլ գալիս մեկուսացումից։ Ինչ է սա ըստ էության նշանակում, ճիշտ ասած։ Որպես կրոնագետ օգնեք։ Բերեք ես այդ դեպքում ոչ թե որպես կրոնագետ, այլ բերեք հերթական պոպուլիզմ է, թե սա ուղղակի Չէ, մեր հանճարին մեջ բերեմ, էլի թույլ տվեք, որովհետև շատ ճշգրիտ համապատասխանություն կա։ Ասում է Աստծո բանտն են տաճարները աշխարհներում բովանդակ։ Իբր այնտեղ է ապրում Տերը պաշտողների փակի տակ։ Ավաղ իրավ նա ժպտում է ամենուրեք ամենքին, բայց դու նայիր խեղճ ու կրակ, մարդուս խելքին ու մտքին։ Այսինքն հետո ասել, որ Աստծուն որևէ մեկ կարող է մեկուսացնել։ Այդ ինչ խոսույթ է։ Դա հակաքրիստոնեական չէ այդ խոսույթը նաև։ Գիտեք ինչ կա, Աստված տիեզերքի արարիչն է։ Աստված յուրաքանչյուրի հետ պատրաստ է շփվել։ Բայց ոչ թե խոսալ է, որ մարդիկ ասում են Աստված իմ հետ խոսում է, էս են։ Եթե Աստված քո հետ խոսում է, դու շիզոֆրենիկ ես։ Դու հոգեկան խեղում ունես ուրեմն։ Մենք շատ խորը կրոնական ժողովուրդ ենք։ Տեսեք, մեր հարևան ժողովուրդը օրինակի համար ասում է, որ չի կարելի ունենալ ճանապարհ, որը չավարտվի եկեղեցով։ Մեր մոտ լրիվ հակառակն է։ Մեր մոտ եկեղեցիները պետք է ճանապարհի վրա չլինեին։ Մենք ուխտ գնում ենք եկեղեցին, որը գտնվում է սարերում։ Մենք գնում ենք այդ ուխտը բոկոտն։ Երբ որ երևաց եկեղեցին, մարդիկ հանում են կոշիկները եւ սկսում են գնալ, անընդհատ կենտրոնանալով, որտեղ ճանապարհը սարքած չի, հատուկ չեն սարքել, ոչ թե փող չկա, որ սարքեն, ոչ թե հնարավորություն չկա, չէ, հատուկ չեն սարքել, որպեսզի դու ամբողջ ընթացքում կենտրոնանաս այդ մեխանիկական վնասվածք ստանալու վախի վրա, դատարկվի քո ուղեղը եւ դու պատրաստ լինես վերբնականի հետ շփմանը, երբ որ դու կկարողանաս քո աղոթքը, քո խնդիրները մտցնել քո աղոթքի մեջ, հավուր պատշաճին, գեղեցիկ լեզվով շարադրել այդ ամենը եւ ստանալ Աստծուց այն ինչը դու իրականում ես, ձև չես կարող թափել այդտեղ Աստծո առաջ։
Տեսեք մեր եւ հարակից ժողովուրդների տարբերությունը նույնիսկ, որոնք թվում է թե համարյա թե նույնն են մեր հետ, բայց ոչ, խորքային շատ մեծ այդտեղ տարբերություն կա։ Դու գնում ես մերկ հոգով Աստծո այդ շփման, որտեղ Աստված քեզ չի կարող ճանաչել քո հազար ու մի դիմակների մեջ, երբ որ դու նրանից փող ես խնդրում, երբ որ դու նրանից խնդրում ես, որ հարևանիս իմ մի աչք կհանի, հարևանիս երկու աչք կհանի, որ թողնա մնա կույր եւ այլն եւ այլն եւ այլն։ Դու կարող խնդրես 1000 ու մի տարի եւ ոչինչ չստանաս, որովհետեւ կեղծ խնդրանքները Աստծուն պետք չեն։ Աստված մարդու մերկ հոգին է, նրա իրական ինքնությունն է, որ կարող է զգալ, կարող է հասկանալ եւ իհարկե այս հազարամյակների ընթացքով եկել ենք, ով ուրիշ եկել։ Այդ բոլոր մի ժողովուրդները ցած են սահել պատմության թատերաբեմից, չկան այլևս։ Նրանց մասին ուղղակի գրվում է, որ այ շատ զարմանալի է, այս ուր կորան ասորական գանգերը։ Հասկանք ու ամենախոշոր հետազոտողը Կրանմերը ուղղակի գրում է, այս ուր կորան այդ բարձրաքանդակների գանգերը, Նինվեի բարձրաքանդակների, ասորական բոլոր բարձրաքանդակների, դա հսկայական կայսրություն էր, բոլոր սարսափում էին, բոլոր նրանք իջան, բոլոր նրանք իջան եւ կործանվեցին, գնացին։ Արմենոիդ գանգն է նրանց փոխարեն։ Այդ հայկական գանգն է, որը պահպանվել է, նրան պահպանել է այն ամենը, ինչը խորքային է եղել։ Մենք շատ հին քաղաքակրթություն ենք, եկել ենք եւ ճիշտ չի որ մենք այսպիսի իրավիճակում, երբ որ աշխարհը մեծ շրջադարձի մեջ է, շրջադարձ, որ կարող է անգամ աշխարհի վերջը վերել։ Իդեպ եկեղեցու հետ կապված է այս ամենօրյա խոսույթը, այս ամենօրյա հարձակումները, սրբազանների բանտարկությունները, դրանք նաև մի տեսակ զգոնությունը ներսում կոտրելու փորձեր չեն։ Գիտեք, շատ հնարավոր է, որ այդ ամենը նաև որպես թիրախ ունենա հետագա ներկայիս իշխանության վերարտադրությունը, մոտալուտ ընտրություններ գոյություն ունեն այս տարվա ընթացքում, հունիս ամսին լինելու են ընտրություններ, եւ այդտեղ հնարավոր է, որ ասենք այդպիսի ճնշումները առավել ճյուղավորված եւ ղեկավարության առումով ինչ որ դիմադրություն ցույց տվող ուժ հանդիսանում է եկեղեցին։ Իսկ նա ամենուր գոյություն ունի եւ ոչ մեկին չես փոկի իր հավատից։ Մենք գնում ենք ինչ-որ հեռավոր գյուղերը եւ այնտեղ ում հարցնում ես, նա ես հայ քրիստոնյա եմ։ Ինքը կարող է չի լավոտում։ Պասել չի պահում։ Բայց միևնույն է, իր ներսում նստածը չես անի։ Այդ առանցքը հնարավոր չի ծռմռել։ Նա հայ քրիստոնյա է։ Հիմա Ամերիկայում ցած է իջել այդ քրիստոնյաների թիվը, հենա Տրամպը իրան պատեպատ է խփում, թե բայց ինչ անենք հիմա իջել է 50%-ից ցած է իջել ասպերի քանակությունը էլ չի հերիքում, որպեսզի ծանոթության կենտրոն դառնա Ամերիկայի համար։ Ինչ անենք։ Դուրս անենք կաթոլիկ լատինաամերիկյան երկրներից Ամերիկա եկածներին, որպեսզի ինչ որ կերպ վերականգնենք։ Ստացվի չի ստացվի, դա իրանց գործն է, մենք այդտեղ հարց չունենք ոչ լուծելու, ոչ շահեր, որոնք կխուզեն կամ չեն խուզի։ Բայց երբ որ խոսքը վերաբերում է մեզ, հա, մենք 90 եւ ավելի տոկոսով ենք, քրիստոնյաներ, հա, հիմա գալու են ընտրությունները, այդ ընտրությունների ժամանակ հնարավոր է, որ ներկայիս իշխանությունները հավաքեն են բանին, որ գլխավոր հնարավոր հակառակորդ դիտարկվեն կառույցները, որոնք հայոց առաքելական եկեղեցուն են պատկանում եւ որով էլ նրանք փորձեն զբաղվել ճնշելով ղեկավարությանը, ասենք, փորձ անելով հանել եւ ուղարկել հանգստի կաթողիկոսին եւ այլն եւ այլն։ Հաշվի չառնելով, որ սահմանադրությամբ եկեղեցու գործերին խառնվելու իրավունք որևէ պետություն, որևէ իշխանություն մեր ներսում չունի։ Իշխանության եւ եկեղեցու միջև կա անջրպետ, դպրոցը անջատեցին եկեղեցուց։ Շնորհակալ եմ, դեռ կային խնդիրներ, իհարկե օբյեկտիվ լինենք, բայց հիմա էլ պարզվում է, չէ, դպրոցը եկեղեցուց կարելի է անջատել, իսկ իշխանությունը պետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ինչպես կարող է իշխանությունը չխառնվի, իշխանությունը չպետք է խառնվի եկեղեցու
եկեղեցու գործերը։ Խոսենք այն 11, հա, բարձրաստիճան հոգևորականների մասին, ովքեր այսօր ստորագրվեցին այդ բարեփոխման գաղափարին։ Ու դրանցից շատերը, այդ մարդկանցից շատերը եղել էին այն հոգևորականները, ում պատճառով շատ հաճախ հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է։ Հա։ Իհարկե ես չեմ ցանկանում, ասենք, այդ ակտի բարոյական նկարագիրը փորձել պարզել եւ գնահատականներ տալ։ Դա ժամանակը իր տեղը կդնի, իհարկե, բայց երբ որ մենք ասում ենք, որ այ բարենորոգչական շարժում պետք է սկսել մեր եկեղեցում, բարենորոգչական կամայական շարժումը սկսում է տևական քննարկումներից, դետալ առ դետալ, գոյություն ունեցող խնդիրների վերհանմամբ եւ այնուամենայնիվ դա մնում է եկեղեցվո ներքին գործը։ Բարենորոգչություն եկեղեցուն արտաքինից չեն պարտադրում, կամ ստեղծում են մեկ այլ քրիստոնեական ուղղություն, ինչպիսին ասենք Եվրոպայում եղել է, բարենորոգչություն հնարավոր չի եղել անել կաթոլիկ եկեղեցում, ստեղծվել է բողոքականությունը Մարտին Լյութերի, Ցվինգլի, Ժան Կալվինի եւ այլոց գլխավորությամբ։ Հա, առաջացել է մեկ այլ քրիստոնեական ուղղություն, որը բերել է ծայրահեղ ծանր հետևանքների 30 տարվա պատերազմի, որը առաջին համաշխարհային պատերազմն է եղել։ Իհարկե մենք այդ մասին քիչ ենք խոսում, 1600 Աստվածաշնչություն 18 թվականից մինչև 48 թվականը։ 30 տարվա ընթացքում Գերմանիայի բնակչության կեսը սպանվեց։ Բնակչության Եվրոպայի մոտավորապես 1/3-ը վերացավ համարյա թե վերջին հաշվով Վեստֆալյան մեծ դժվարություններով համակարգ կարողացան իմի բերել, որպեսզի չոչնչանա Եվրոպան։ Էս ենք ուզում։ Արդեն փորձարկած ճանապարհներով նորից գնում, որ ոտքներս դրենք փոცხի վրա, որ կպնի մեր ճակատին, հա, այդ փոცხը։ Ինչ ենք ուզում, էլի։ Ես ուզում եմ այս մեր բարձրաձայն, հա, մտածելը, նաև մեր շատ դիտողներին մտածելու առիթներ տա։ Մի քիչ հետևանքների մասին ավելի մանրամասն խոսենք, որովհետև այս պարակտիչ գործողությունները, այս պարակտիչ ակտը, երբ որ հասնի, հա, որոշ մարդկանց ցանկության իրականացմանը, ինչ է լինելու դրա դառը հետևանքները։ Առաջի հերթին դրա դառը հետևանքները անվիճելիորեն կլինեն հայոց առաքելական եկեղեցու համաշխարհային կառույց լինելուց դադարելը։ Այսինքն առանձին վերցրած հատվածներ հայոց առաքելական եկեղեցու, Ռուսիո պատկանելության հայոց առաքելական եկեղեցու բաժինը, չգիտեմ, Ուկրաինայում եղածը եւ այլն, որոնք զգալի հայերի մեկտեղել, ժողովել են եւ մեծ կշիռ են ներկայացնում, կարող են չընդունել եւ տվյալ երկրների վրա հենվելով չենթարկվել այդ բարենորոգչական քամում։ Երկրորդը դա ծանր հարված կհասցնի Սփյուռքին, որովհետև հայ ժողովուրդը ունեցել է մշակութային վերարտադրության տարբեր օջախներ։ Տեսեք, մենք ունեցել ենք Կոստանդնուպոլսում, հա, գործել է Մեծն Կոմիտասը, ստեղծել է իր հրաշագեղ երաժշտությունը, մենք ունեցել ենք մեծն գրողներ այնտեղ, հա, Գդուրյան, Մեծ Արենց եւ բազմիցս, այսինքն մենք ունեցել ենք մշակութային վերարտադրություն, արտադրություն եւ վերարտադրություն։ Նույնը ունեցել ենք նաեւ այս Հայաստանում, հիմա մնացել է մենակ այս Հայաստանը։ Հայաստանի Հանրապետությունն է, որ այսօր միայն կարողանում է վերարտադրել մշակույթը, որը համայն հայությանը անհրաժեշտ է հայության ինքնությունը եւ ամբողջականությունը պահելու համար։ Հիմա եթե մենք կոտրեցինք եւ մասնատեցինք, եթե մենք դրեցինք խնդիր, որ պետք է այսինչ ուժերի ենթակայության տակ լինի եկեղեցին, այնինչ ուժերի ենթակայության տակ լինի եկեղեցին, մենք կստանանք որոշ ժամանակ անց, ցավոք սրտի, ինչպես ասում են, հուշը թող լեզվիս մեջ լինի, ցավոք սրտի մենք կստանանք Սփյուռքի կտրուկ կրճատում, Սփյուռքի կապերի Հայաստանի հետ կտրուկ կրճատում, որովհետև հայ ժողովրդի հարցում յուրաքանչյուր մեկը ունի իր շահերը։ Խոսքը վերաբերում է արտերկրյա տերություններին, եւ նրանք բոլորը ստեղծված այս ճեղքերով կմտնեն եւ կսկսեն աշխատել։
որովհետև դա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Կրոնների դիմադրությունը համաշխարհային process-ների մեջ վերացնելու համար։ Այսինքն այդ համաշխարհային process-ները դա աշխարհի վրա գերակայություն ձեռք բերելն է, նրա շատ մեծ ֆրագմենտների վրա գերակայություն ձեռք բերելն է, եւ այդտեղ կրոնների դիմադրությունը հաղթահարելը արխի կարևոր գործ է հատկապես համաշխարհային էլիտայի համար, որը աներևակայելի ուժեղ է այսօր, եւ մենք այս մեր գործողություններով հնարավորություն ենք տալիս նրանց ներթափանցել, մինչև վերջ մտնել եւ դառնալ ակտորներ ներսում, որոնք երբեք մեր շահերը չեն արտահայտելու։ Նրանք արտահայտելու են համաշխարհային էլիտայի շահերը։ Պարոն Խաչատրյան, այսօր օրվա իշխանությունը նաև փորձ է անում թալանել են տրամաբանությունը, մտցնել եկեղեցում փող կա, եկեղեցում մոմ են վաճառում, մի քիչ այդ մասին խոսենք, որ մարդիկ հասկանան, այո, եկեղեցին նվիրատվությունների վրա, հա, բացառապես աշխատող կառույց է, եւ այնտեղ կոռուպցիոն սխեմաներ ման գալը ուղղակի անհեթեթություն է։ Շատ լավ, եթե մենք պատրաստ ենք եկեղեցուն վերադարձնել եկեղեցապատկանային տարածքները, որոնք իշխանությունը վերցրել է եկեղեցուց, ինչ որ ժամանակներում, այդ դեպքում երևի միգուցե եւ այդ խոսակցությունը տեղի ունենար, բայց աշխարհի բոլոր կրոնները, որևէ նշանակություն չունի, որ կրոնի մասն է խոսքը, կլինի դա բուդդայականությունը, նրանք յուրաքանչյուր բոնզա ամեն օր պետք է դուրս գա մուրա, որպեսզի բուդդայականությունը կարողանա շարունակել իր գոյությունը։ Նրանք պետք է ստանան նվիրատվություններ, որպեսզի կարողանան ապրել։ Հինդուիզմը նույնպես 1 միլիարդանոց կրոն է, պետք է ստանա իր նվիրատվությունները, որպեսզի կարողանա ապրել։ Իսլամը 2.5% յուրաքանչյուր դավանորդի վրա դնում է տարեկան հարկ, որը պետք է տրամադրվի հոգևոր անձին, մոլային։ 2.5%-ը։ Քրիստոնեության մեջ դա ընդունված է, որ թողնված է մարդկանց խղճին, ինչպես ասում են, խղճի մտոք, ինչ կտաս։ Եվ հիմա հանգարց այս ամբողջ աշխարհը այս վիճակում է եւ բոլորը գիտեն, որ այլևս գոյություն չունի այդ այսպես կոչված վանքապատկան հողերը եւ այլն, ինչպես ասում են, Պիպին կարճահասակը Կարլոս Մեծի հայրն է դա, երբ որ պետքա ստանար թագավորի թագը մտավ Հռոմի պապի մոտ եւ նրա սեղանի վրա շրխկացրեց 22 քաղաքների բանալիները, որոնք Միջին Իտալիայում այդ ամբողջ հողերը քաղաքներով նա տվեց Միջին Իտալիան Հռոմի պապին, նրա համար, որ նա ճանաչեց իր արքայական իրավունքները։ Ուր են այդ հողերը? Չկան։ Այդ ամենը վերացել է, որովհետեւ ամեն մեկը ինչ որ չափով փոկել է եկեղեցուց, փոկել է եւ այսօր եկեղեցին, այո, մնացել է նվիրատվությունների հույսին։ Այդ նվիրատվությունների խիստ պահպանումն էլ հենց սկիզբ է դրել կուսակրոնության երևույթին քրիստոնեության ներսում։ Վաղ փուլում Գրիգոր Մեծի ժամանակներում իհարկե, չեմ ուզում շատ ծանրացնել մեր եթերը այդ թվարկելով մարդկանց անուններ, որոնց կարող չճանաչեն էլ մեզ դիտողները, բայց հիմա այսպես ասենք էլի, դա անլուրջ խոսակցությունա, թե իսկ ինչի հաշվին պետք է ապրի եկեղեցին։ Եթե ոչ այն նվիրատվությունների, որոնց հաշվին նա ապրում է բոլոր տեղերում հոգևոր կառույցը պետք է ֆինանսավորվի։ Թե չէ ինչպես նա կարող է պահել իր տաճարները։ Հիմա լավ մի հայացք ենք նետում Հայաստանի վրա։ Քանի աշխարհիկ շինություն է պահպանվել անհիշելի ժամանակներից։ Երևի ոչ մեկը չեն գտնելու։ Գնում ենք, նայում ենք, տեսնում ենք, ոչինչ չկա։ Բայց այ հոգևորի հարցում գնում տեսնում ենք հազարավոր եկեղեցիներ, մի մասը խոնարհված, մի մասը կիսաքանդ, մյուս մասը իբարս Աստծո կանգնած մինչև օրս 4-րդ դարից, 6-րդ, 7-րդ դարից գալիս են ու գալիս ինչի, որովհետև ֆինանսավորել են եկեղեցին եւ եկեղեցին է դա պահել։ Մեր նախնիները համարել են, որ հոգևոր տունն է կարևորը։ Այդ հոգևոր տունը դրա համար են պահել։ Ոչ թե այն բանի համար, որ լավ է, դե գնում նայում ենք, հրճվում ենք, ոչ, այդ մեզ է թվում, որ հրճվում ենք։ Նա ձգում է մեզ ուղղակի, որովհետև դա մերն է։ Ես հավատում եք Տրաբզոնում փողոցով գնում եմ,
Մեկ էլ զգում եմ, որ ինձ քաշում է ինչ-որ դեպի մի հատ անհասկանալի պատ։ Այդ ավարտվում է ու պատ է։ Այս պատը ձգում է ինձ։ Կանգնեցի, իմ համար շատ զարմանալի բան է, էլի, ոչ ոք չկա, այդ պատը մի հատ։ Մեկ էլ զգացի, որ այս պատը շատ հիշացնում է իմ եկեղեցիների հայոց առաքելական, որ գնացի պատը վերջացավ, նայեցի, տեսա, որ հա, եկեղեցու պատն է, որը թողել են որպես պատ, իսկ մնացած եկեղեցին քանդած տարած է, էլի։ Բայց մեկ այդ պատը ինձ ձգում էր, որովհետև իմ ներքին էությունը խոսում է այդ պատի հետ, խոսում է այդ քարի հետ, խոսում է այդ ուրվագծի հետ, որ դու տեսնում ես։ Ճիշտ է, ուրիշն էլ է տեսնում, հիմա Ստրժիգովսկում ոչ մեկը չի կարող ասել, որ հայ էր, էլի, հայ չէր, հայ չէր։ Բայց նա, երբ որ տեսնում է հաղպատի զանգակատունը, այստեղ է երկինքը բացվել եւ Աստված խոսել է մարդկանց հետ, որ սան կարողացել են դա կառուցել։ Ահա գոթական ճարտարապետության, ահա ռոմանական ճարտարապետության հիմքը, որը որոնել եմ ու չեմ գտել, էսա։ Անվիճելի է, որ սա է։ Եվ Աստված խոսել է հայերեն, որ հասկանան ու հասկանալով անեն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հետաքրքիր զրույցի համար։ Եթերում մտածենք ոդկասթներ դավանանքի, ինքնության եւ մեր իրականության մասին մտածեցինք փիլիսոփա կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ։